300,000 ադրբեջանցի գա Հայաստան, թե 300,000 նոր աշխատատեղ ստեղծվի Հայաստանում Սամվել Կարապետյանի կողմից։ Ես Սամվել Կարապետյանին այդքան լավ չեմ ճանաչում, բայց հավատում եմ։ Եթե մի մարդ իր ուժերով հասել է այդ կետի, այդ աշճանի մարդը, նորից հավատալու ամեն ինչ, հնարավոր է անի, բայց 300 ադրբեջանցի որ գա մերը չի ախար Ես ղեկավարինն է, դու ինքն էլ մտածի, որ նրանք գան իր համար լավ կլնի, թե վատ կլնի, պարշի մեր համար վատ կլնի, մեր մայրենի լեզուն թողանք իմ այլ ադրբեջաները սովորենք, ես մենակ ասեի Սաղոլ Փաշինյան, Մեզի գսպարնե 300,000 ազերիներուն հասնելը հայեր սկաց տեղեք, կադակ չէ, ես վարչայդ Փաշինին ոչ մի հավաստիացումին հավատ չեմ ընձայր, որտեղ շատ բաներ ասած է, որ ժողովուրդ ոչինչ մի մտահոգվեք, հիշում եք ասում էր, որ Արցախ հայերուն ոչ մի բան չի սպառնում, գիտենք ինչ եղավ։ Բնականաբար Սամվել Կարապետյան ուժ Հայաստան բիներ, ոյ մեկ մարդու բանականը եւ արտադրական, այսինքն ուրիշ բան կրնա անդրել, անստասպանություն 300,000 ազերի կա, հետը պիտի կա թուրքական բանակը, որ իրեն պաշտպան է, հայտնի որ այդ սցենարը որ նախադեсում է Ադրբեջանը կամ 300,000 կորց Հայաստանի մեջ անկորտությունը գլուխ առակածած է, այսինքն ոչ մեկ նորմալ մարդ ինչ պիտի դրե, սրտիկի պիտի դրե, այսինքն ոչ միայն հացով գաբրի մարդ, այլ վարչետ Փաշինյանի սրտիկով, այսինքն ման։ Իսկ մեծ հարցի ամենալավ պատասխանը ինքը Իլհամ Ալիևը տվել է, որ կգան խաղաղության, դե խաղաղության գալը դա չի նշանակում, որ կարելի է միան զենքով գրավել։ Նրանց մոտ ինչա տեղի ունենում, ակտիվորեն բազմանում են, ակտիվորեն երեխաներ ունենում ծնվում, բայց մեր մոտ ինչա տեղի ունենում, հակառակը։ Իրանք կգան ստե կբազմանան որոշակի ժամանակ հետո, շատ չէ։ Մոտավորապես պլյուս-մինուս մի 40 տարի հետո առանց զենքի կգրավեն այս երկիրը։ Նույնիսկ Աստված մի արասը, եթե չստեղծվի Սամվել Կարապետյանի խոստացած 300,000 աշխատատեղը, ես ավելի հակված եմ նրան, ավելի ընդուների եմ համար, որ խոստա չլինի այդ 300,000 աշխատատեղը, մասի 300,000 ադրբեջանցի գա Հայաստան, որտեղ շատ կարճ ժամանակ հետո այդ 300,000 ադրբեջանցի ստա կդառնան մոտավորապես 1,5 միլիոնից 2 միլիոն։ Այսքան զոհեր խի տվինք 5,000 զոհեր։ Այդ անմեղ արուները, որ գնաց կորավ, իր ինչը մահացավ, Նիկոլի ինչն է մահացել։ Կարանք ադրբեջանցիների հետ նույն հարկի տակ ապրեն։ Իհարկե ոչ։ Ինչու՞։ Որտեղ բոլորը հիմա կատաղած դպրոցական հասակից երեխեքին սերմանել են, որ հայը պետք է վերանա։ Մենք այս վատ վերաբերմունք պետք է ցույց տանք հայերին։ Ամեն ինչ տենում ենք, լսում ենք, որ իրականություն ենք տեսի արդեն, ամեն ինչը պարզ է։ Երբեք չեն կարա միասին ապրենք։ Սամվել Կարապետյանի 300,000 աշխատատեղը իրատեսական ապահով այլ Թող իրականացնի ավելի լավ, մարդիկ թող աշխատեն, թող քիչ թրև գան ժողովուրդը սոված անճար չեն մանում։ Մի հատ գործարան չկա, որտեղ աշխատեն, դպրոցնա, մանկապարտեզ, խանութ, ուրիշ ինչ-որ միտեղ կա, որ մարդիկ աշխատեն։ Փոքր բիզնես անբանեն էլ իրենց բարեկամներին են առնում, իրենց կրուկը աշխատացնում են։ Իհարկե հավատում եւ վստահում եմ Սամվել Կարապետյանին, չեմ թաքցնում, իսկ Նիկոլ Փաշինյանի ասածը բացարձակապես համարում եմ կեղծիք եւ չեմ հավատում։ Ալիևի ասածին հավատում եմ 300,000 հայերի համար խոսակցությունը գնացել է եւ իրոք այո ոչ միայն Սյունիք Ֆաղնիսոր այդ եղբայր թող մտածեն նրանք ովքեր որ սատարում են այսօր ԿՊ-ին մտածեն որ իրենց երեխաները իրենց թորների երեխաները խոսելու են թուրքերեն։ Եթե Ադրբեջանի ասածը ճիշտ լինի 300,000 ադրբեջանցի գաստեղ նախ իրանք չեն ունեցել այսքան բնակիչ բնականաբար մենք հաջորդ ընտրություններում արդեն կունենանք ադրբեջանցի ներկայացուցիչ ազգային ժողովի կազմում մեծ թիվ իրանք կկազմեն որտեղ իրանք կատվից ուժեղ են բազմանում եւ իրանք կունենան մեծամասնություն այսինքն մենք ավտոմատ ձեռով առանց կռվի առանց պատերազմի մեր երկիրը կհանձնենք Ադրբեջանին Սամվել Կարապետյանի ասած 300,000-ին որ աշխատատեղեր կստեղծի համոզված եմ որտեղ ինքը իր կյանքով ապացուցել է արդեն ապրածով Ես հավատում եմ այդ ծրագրին Սամվել Կարապետյանի 300,000 աշխատատեղին մարդը տեսած է ունի երբևիցե Սամվել Կարապետյանին պետք չէր մտնել քաղաքականություն Նիկոլ Փաշինյանը դրթեց որ Սամվել Կարապետյանը մտավ քաղաքականություն իսկ ինչ էլ որ Սամվել Կարապետյանը խոսք է տալի ես վստահ ու հավատում եմ որ կանի չի կարա մարդը մի բան ասի ու չանի որովհետև այդ մարդը ԿՊ-ից չի այդ մարդը ռեալ մարդ է ռեալ անող մարդ է իր համար այդ աշխատատեղ 300,000 աշխատատեղ բացելը խաղու պար է մարդը ամեն ինչ էլ ունի
3-4 անգամ Հայաստանի չափ բյուջեի չափ փող ունի։ Ոնց կարա այդ մարդը սուտ ասի։ Ադրբեջանն ասում է, որ 300,000 փախստական վերադառնալու են։ Նախ հետի փախստական չեն, նախ 300,000 ադրբեջանցիներ են, որը որ գալու են լսվեն այս երկիրը Հայաստան աշխարհը ու քաոս սարքեն։